Պարոն փոխնախարար, դուք ձեր խոսքում նշեցիք, որ 1044 բողոք եք ստացել աղմուկի հետ կապված, բայց չասեցիք, թե ինչ եք արել այդ 1044 դեպքով, որ դուք ստացել եք կոնկրետ դժգոհություն, կոնկրետ իրավիճակի վերաբերել։ Եվ հենց այստեղ է, որ խոսքը գնում է այն իրողության մասին, որ ինչքան էլ խոսենք աղմուկի բացասական ազդեցության մասին, այնուամենայնիվ աղմուկի բացասական ազդեցության կանխարգելման որևէ գործողություն այստեղ չի մատնանշվում։ Եվ դուք պիտի բացահայտեք, դուք պիտի գնաք, եւ ինչպես նախարար ասեց, իրենք սկզբում ասեց բռնող մարմին չեն, հետո ասեց չէ, իրենք ոհամել վերահսկող մարմին չեն, մի խոսքով իրենք պիտի որոշեն, դուք կատարեք։ Հիմա իրենք ինչ պիտի գրեն այս նախագծում, ինչ կոնկրետ ձևակերպումները, որպեսզի դուք կարողանաք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում բացահայտել կոնկրետ աղմուկի աղբյուրը եւ բացահայտել իրականացնողներին։ Ինչու եմ հարցս տալիս, ես կոնկրետ օրինակ բերեցի հրավառության հետ կապված։ Հիմա քաղաքում սահմանված ժամից դուրս տեղի ունենում հրավառություն։ Էլ չասեմ, որ ընդհանրապես պիտի տեղի չունենա, բայց նույնիսկ ժամը 11-ից հետո է տեղի ունենում, 23:00-ից հետո։ Բայց ոստիկանության գործողությունները ավելի շատ անգործություն են հիշեցնում, որը մի անգամ ոստիկանապետը կառավարության նիստի ժամանակ օբյեկտիվորեն խոստովանել էր, որ չենք կարողանում գտնել, մինչև գնում ենք սալյուտը վերջացել է։ Հիմա եթե սալյուտը շուտ է վերջանում, բայց մյուս աղմուկի դեպքերը ոնց եք բացահայտել, նրանք ավելի արագ կարող են ավարտվել, եւ այնուամենայնիվ որպես ոստիկանապետ ես կուզեմ դուք էլ պատասխանեք, որտեղ ոստիկանության պետի ներողություն ներքին գործերի նախարարի տեղակալ, որ դուք էլ պատասխանեք հարցին, քանի որ ուղեկցումը իրականացվում է հենց ձեր ոստիկանության, նաև ոստիկանության մեքենաներով, որոնք որ գրված են ՀՀ ոստիկանություն, ոչ միայն բարեկային պահպանության ծառայությունը, վարչապետի կորտեժի աղմուկի դեմ, նաև աղմուկի համար արգելված ժամանակահատվածում ինչ գործողություններ է անում ոստիկանությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Տեսեք, ուղեկցող հատուկ տրանսպորտային միջոցների լուսաձայնային համակարգը համապատասխան պետք է լինի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին եւ հստակ են այսպիսի կանոնակարգերը, որոնք ունեն եւ ձայնի բարձրության կամ ցածրության, որոշակի շեմ եւ դրանք կահավորված են հենց այդ տրամաբանությամբ։ Տեսեք, որտեվ սրանք այն դեպքերն են, որ երբ որ այդ ձայնը, եթե խոսքը գնում է ձայնային համակարգի մասին, եթե դրանք ցածր լինեն, ըստ էության ընդհանրապես այդ ուղեկցման արդյունավետությունն է նվազելու, որտեղ ձայնը լսելի չի լինելու եւ բնականաբար դրա արդյունքում կարող են լինել ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Սա այս մասով ինչ վերաբերվում է խնդիրներին, այո, ես հենց այդ խնդիրները նկարագրեցի իմ զեկույցում, որ կան խնդիրներ եւ նաեւ նշեցի, որ իրականում դա անհանգստություն է պատճառում հանրության լայն շերտերին եւ մենք ազգային ժողովի գործընկերների հետ տևական ժամանակ ունենում ենք քննարկումներ, նախաձեռնություններ եւ մեկ նախաձեռնությունը ես նշեցի, որը մենք կարծում ենք, որ առաջիկա կյանքի կոչենք եւ ինչպես նշեցի, կունենանք արդյունավետություն այս առումով, այդուհանդերձ նաև նշեմ, որ այո, իրավախախտումների հայտնաբերումը որոշակի առումով բարդ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք բարդ է ու դրանց հետևից չգնանք։ Գնում ենք այնքան, ինչքան մեր ռեսուրսը, կարողությունը եւ օրենսդրությունը մեզ հնարավորություն է տալիս եւ բնականաբար ներքին գործերի նախարարությունն էլ հենց նրա համար է, որպեսզի քաղաքականությունը, վարվող քաղաքականությունը մշտադիտարկի եւ եթե կան բացեր կամ որոշ զարգացումներով պայմանավորված փոփոխությունների անհրաժեշտություններ, մենք գնում ենք դրանց։